Մասնագիտություն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում, YouTube-յան, Facebook-յան էջերում մեզ հետևողներ, այսօր թե ինչ մասնագիտություն ենք ներկայացնելու, նախ լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանին։ Հասարակական տրանսպորտի զարգացում, հետիոտնային ենթակառուցվածքների բարելավում, էկոլոգիապես մաքուր լուծումների կիրառում, էներգիախնայողություն, վերականգնվող էներգիայի օգտագործում, թափոնների վերամշակում, կանաչ տարածքների ընդլայնում, աղտոտվածության նվազեցում, պատրաստվածություն բնական եւ տեխնածին աղետներին, մատչելի եւ հարմարավետ միջավայր բոլոր քաղաքացիների համար, կայուն քաղաքներ, դիմակայուն, կենսունակ եւ անվտանգ միջավայր, որտեղ մարդու գործունեությունը բնության հետ ներդաշնակ է, էկոլոգիապես մաքուր, տնտեսապես արդյունավետ եւ սոցիալապես ներառական բնակավայր, որ նվազեցնում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, պահպանում էկոլոգիական հավասարակշռությունը, բարձրացնում քաղաքացիների կյանքի որակը, ստեղծելով բարեկեցիկ կյանք բոլորի համար։ Կայուն քաղաքներ տերմինը ճարտարապետության եւ քաղաքաշինության մեջ ձևավորվել է նախորդ դարի 80-ականներից, լայնորեն սկսել է կիրառվել 2000 թվականից։ Կայուն քաղաքներ մագիստրոսական կրթական ծրագիր, անչափ օգտակար, բազմապոլորտ, կարևոր ու պահանջված մասնագիտություն։ Սինված մասնագիտական հիմնարար գիտելիքներով բանիմաց մասնագետներն արդյունավետ կիրականացնեն իրենց նորանոր գաղափարները, զարդարելով մեր մոլորակը գեղեցիկ, անվտանգ, հարմարավետ ու արդյունավետ նշանակություն ունեցող կառույցներով, ներկա եւ ապագա սերունդների համար։ Իմ զրուցակիցներն են ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, ճարտարապետության թեկնածու, դոցենտ Արմեն Շատվորյանը, նույն համալսարանի կայուն քաղաքներ մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար պրոֆեսոր Արթուր Մանուկյանը եւ նույն համալսարանի կայուն քաղաքներ մագիստրոսական կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանող Վարուժան Հակոբյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դե որ լսեցինք իմ գործընկերոջը, ուրեմն կայուն քաղաքներին այսպես ուղված պահանջներ, այսպես ասեմ, շատ բազմազան են, դե երևի ես մտածում եմ, որ դուք պատրաստում եք ճարտարապետության բնագավառի, ուղղությամբ մասնագետներ, այսպես։ Այո, բնականաբար։ Դեռևս եթե թույլ տաք, նախ եւ առաջ շնորհակալություն հայտնեմ ես հնարավորության համար, որ կարող ենք կիսվել մեր իրականացված քայլերի մասին կրթության ոլորտում եւ երկու խոսքով ուղղակի ներկայացնեմ ինչու եւ ոնց մենք եկանք այս որոշմանը։ Դուք գիտեք, որ ճարտարապետության կրթությունը ու այդ մասնագիտությունը բազմաշերտ, բազմաոլորտ, հետաքրքիր, իրաձևով բարդ, բայց ստեղծագործ մասնագիտություն է եւ կրթությունը այդ ամեն ինչը պետք է արտացոլի, փաստորեն մենք եթե խոսենք կրթության կազմակերպման մասին, մենք ունենք երաստիճան կրթություն, դա բակալավրիատն է 4 տարի, 2 տարի մագիստրատուրան է եւ ունենք հետբուհական 3-րդ աստիճանը, դա ասպիրանտուրան է։ Եվ դե օրինակ մեր ժամանակ մենք միանովակ 6 տարի ենք սովորում, դա նշանակում է, որ ճարտարապետական կրթությունը ինքը պետք է հասուն կրթություն տա, որտեղ հետո մենք մեր փորձով ենք ձևավորվում որպես մասնագետ։ Դեռևս մեր ֆակուլտետում ունենք 3 մասնագիտացված ամբիոններ, որոնք որ նաև ուղղորդում են, թեևս դուք մենք ոնց որ կրթում ենք ընդհանուր պրոֆիլի ճարտարապետներ, բայց մենք իրանց փորձում ենք շեշտադրենք այդ կրթական մասնագիտական ուղղությունները, որոնք են ճարտարապետական ժառանգության, ճարտարապետության տեսության եւ ժառանգության դա ամբիոնն է, մի ուղղությունը, մյուս ուղղությունը ճարտարապետական նախագծման եւ ճարտարապետական միջավայրի դիզայնի մեր հիմնական ամբիոնն է եւ նաեւ ունենք քաղաքաշինության ամբիոն, որոնք այս 3 ուղղությամբ մենք փորձում ենք իրականացնել ամփոփ կրթություն։ Ստեղ պետք է նաև նշել, որ վերջի 10 տարվա ընթացքում մենք հետևողական մի քանի ուղղությամբ հիմնականում Էրազմուսի եվրոպական ծրագրերի շրջանակներում ձևավորեցինք մեր մի հպարտությունն է մի մագիստրոսական ծրագիր առանձին դա վերականգնող ճարտարապետն է 2 տարի, ասենք շեշտադրված ռեստավրացիոն այդ ժառանգության հետ կապված կրթությունն ենք
արդեն ունենք ավարտածներ եւ շատ հպարտությամբ նշում ենք, որ իրանք լավն են, հիմա եկել է հերթը քաղաքաշինության ուղղությամբ նույնը իրականացնել եւ այստեղ 23 թվականից կարծեմ 3 տարի է որ Թիգրին Էրազմուսի ծրագրի շրջանակներում կարողացանք ձևավորել տարբեր համալսարանի հետ համատեղ այսպես միջդիսցիպլինար նոր մագիստրոսական ծրագիր կայուն քաղաքներ Sustainable Cities, որոնք որ կոչված են շեշտադրելու այսօրվա, այսինքն արդի պահանջները, որ այդ եվրոպական 17 գիտեք այդ նպատակները կայուն զարգացման արտացոլվեն նաև այս ծրագրի մեջ։ Այստեղ շեշտադրված են բնապահպանական բաղադրիչը, ու քանի որ գիտեք, որ եւ քաղաքաշինական եւ քաղաքային պլանավորման process-ներն են փոխվել, մենք փորձել ենք այդ ամեն ինչը արտացոլել մեր ծրագրի մեջ եւ կխնդրեմ պարոն Մանուկյանը ավելի մանրամասն կասի բովանդակության մասին։ Հիմնականում սա է, որ մենք փորձում ենք հիմա արդեն իրականացրել ենք ու հետաքրքիր է, ես ուզում եմ շեշտադրեմ այս ծրագրի միջդիսցիպլինար էությունը, որ տարբեր ոլորտի մասնագետների հետ համատեղ են իրանք թե սովորում, թե փորձում աշխատել, թե փորձում իրական քաղաքային միջավայրի հետ կապված ինչ-որ խնդիրներ լուծել, ու դա շատ հետաքրքիր է, շատ օգտակար է, դա ինչ որտեղ պակասում է նաև մեր իրականությանը եւ մենք մեր համենայնպես կրթության շրջանակներում փորձում ենք դա ապահովել։ Դե որ նայում ենք Հայաստանին իսկապես նույն Երևանի խնդիրները, որ նայում ենք, մենք իսկապես շատ մեծ խնդիրներ ունենք կայուն քաղաք այսպես դառնալու համար, դե երևի Գյումրին, Վանաձորը, մյուս քաղաքներն էլ ունեն, ամենաբարդը Երևանն է, այնպես որ մասնագետներ, որ կարողանան թեկուզ ճարտարապետական առումով գնալ դեպի այդ, մեզ իհարկե անհրաժեշտ են։ Պարոն Մանուկյան, հիմա ասենք իսկապես շատ ընդարձակ հասկացություն է այս կայուն քաղաքը, հիմա որ կոնկրետացնենք ինչ են սովորում։ Այո, սովորաբար կայուն բառը ասոցացվում է նրա ֆիզիկական կայունության հետ, այսինքն մարդիկ առաջինը ընկալում են կայուն հենց ֆիզիկապես ստատիկ վիճակը, բայց իրականում սա կայուն զարգացում բառն ավելի տեղին օգտագործել, որտեղ զարգացում հետագա ապագայի նաև զարգացումները կայուն պահելու համար։ Իսկ կայուն քաղաքաշինությունը իր մեջ ներառում է մարդու կենսագործունեության գրեթե բոլոր բնագավառները։ Իսկ ճարտարապետության մեջ առավել եւս դե հաշվի առնելով որ ճարտարապետությունը ինքնաբերաբար բոլոր մարդկային կենսագործունեության տարբեր անկյունները մտնում է, մարդկային միջավայրի ձևավորման խնդիրներն է լուծում, այստեղ անմասն չի։ Մեր այս կրթությանը հիմնական նպատակն է պատրաստել ճարտարապետներ, որոնք մասնագիտացված են հենց այդ կայուն զարգացման վրա։ Դրանք նաև այստեղ պետք է շեշտեմ, որ ոչ միայն ճարտարապետներ, նրանք ովքեր որ ոչ ճարտարապետ մասնագիտությամբ են ընդունվում, մի ուղղություն կա, որ դառնում են էկոլոգներ, այսինքն բնապահպան ինժեներներ եւ նրանց կրթությունը տարի ու կես է, ճարտարապետներինը 2 տարի։ 2 տարի մագիստրոսական ծրագրով ստանում են ճարտարապետի որակավորում, բայց կայուն քաղաքներ մասնագիտակրթական ծրագրի ուղղությամբ։ Իսկ որ բնագավառներն են հիմնականում ներառում կայուն քաղաքներ ծրագրի մեջ, այստեղ բնապահպանական առաջի կուրսում ունենք բնապահպանական ծրագրեր, տարբեր կառավարումներ, շրջակա միջավայրի վրա գնահատման կրթական ծրագիր, կրթական չէ, դասընթացի ծրագիր կա եւ ունենք նաեւ հետագայում դառնում է քաղաքի կառավարում, քաղաքաշինություն, օրենքների հետ առնչություն 28 դասընթացներ ունենք, 28 դասընթացներ այդ ամբողջը ներառում են այս կրթական ծրագրի մեջ։ Ունենք նաև ընտրոբի առարկաներ, որը նույնպես պահանջ է կրթական ծրագրերի մեջ եւ հիմնական ուղղություններով ունենք նաև սկսած քաղաքային տրանսպորտից մինչև շենքեր շինություններ, էներգոխնայողություն,
վերամշակում եւ այլն, տարբեր ուղղությունները շատ մեծ են։ Ասացիք ես մի քիչ, որտեվ ես միշտ մտածում էի, ասենք ինչ տարբերություն ճարտարապետի եւ ասենք այս կայուն քաղաքներ մագիստրոսական ծրագիրն ավարտած ճարտարապետի մեջ էլի, ասենք մտածում էի թե ճարտարապետը պիտի նախագծի եւ այլն, բայց որ ասում եք էներգոխնայողություն, մտածում եմ երևի ինչ որ շեշտադրումներ կան։ Այ Վարուժան, ինչու ընտրեցիր այս մագիստրոսական ծրագիրը եւ այս որն է տարբերությունը, ասենք դե ճարտարապետը, ես մտածում եի ճարտարապետ է։ Այսպես ասեմ, կայուն քաղաքներ ծրագրի մասին ինձ հենց ներկայացրեց պարոն Մանուկյանը ու հենց առաջի իր խոսքերից հետո հասկացա, որ հենց այդ կրթական ծրագրով եմ առաջնորդվելու, քանի որ ներկայդրությամբ զարգանում է քաղաքը ու քաղաքին անհրաժեշտ են արդի խնդիրները լուծող ու տեսնող ճարտարապետներ։ Այս ծրագրում շատ ենք սովորում ու ինժեներական կրթություն ստանում նույն այդ էներգոխնայող շենքերի հետ կապված, ստանում ենք գլոբալ հասկացություններն ենք ընդհանուր հասկանում այդ շենքերի ու քաղաքի խնդիրները ինչպես տեսնել, կայուն քաղաքը զարգանալու համար հենց այդ հիմնախնդիրները տեսնող ճարտարապետներ են կրթում այս ծրագրում ու քանի որ ուզում էի ճարտարապետության ոլորտում պահանջված մասնագետ լինել, դրա համար ընտրեցի հենց այս ծրագիրը։ Պարոն Շատորյան, որ նայում ենք, ասենք դե բոլորս երբ որ խոսում ենք այս քաղաքի, չգիտեմ, կայուն քաղաքի մասին, ամեն մեկս մեր քաղաքն ենք պատկերացնում եւ ասենք որ Երևանում խնդիրները նայում ես, այս շինարարական բումը, հաճախ մտածում ես, որ հաշվի չեն առնվում շատ հանգամանքներ, այսինքն այդքան շինարարություն, այդքան ջուր կա, թե չէ, չգիտեմ, այդ ջրի գծերը եւ այլն պատրաստ են այդքան շինարարության, արդյոք հաշվի են առնում, նույնը գազամատակարարումը եւ այլն։ Այս առումով միշտ մտածում ես, որ եւ տեսնում ես հաճախ, որ շատ բան հաշվի չի առնվում։ Այսինքն հա լավ տեղը կա, կառուցեցին, չնայած բակերի խնդիր կա, տարածքի խնդիր կա եւ այլն, բայց կա ամենալուրջ խնդիրը, որ ասենք այդ ջրի, գազի եւ այլն։ Հիմա այս ճարտարապետները, որ այս ծրագիրը սովորում են, արդյոք չպետք է այդ ամեն ինչը նայեն, հաշվի առնեն եւ այլն, չգիտեմ, ռեսուրսները, նախորոք եւ այլն, թե չէ։ Շնորհակալություն, դա շատ դիպուկ ճիշտ հարց է։ Ես կուզենայի շեշտադրեի, ինչպես սկզբից ասեցի, մասնագիտության մեջ մի հատ մեծ կարևոր բաղադրիչ կա, այդ ստեղծագործ բաղադրիչը։ Ու այդտեղ այդ մասը, որ մենք դիտարկում ենք, ես ուզում եմ շեշտեմ, որ ճարտարապետը ոչ թե այն մարդն է, որ ուղղակի գրագետ գծում է, դա պետք է լինի, որ ասում են Պաուլ Մալչանյո, այլ այն մարդն է, այն մասնագետն է, որը տեսնում է եւ ձևավորում է այն տեսլականը, հիմնավորում է դա, հետազոտում է, փորձում է գտնել այն ինչ որ դեռ չկա, լինել նույն ժամանակ ստեղծագործ եւ բոլոր ոլորտներում, բոլոր շերտերում ինժեներական, էներգախնայող, կայուն զարգացող, առողջական, հոգեբանական բոլոր շերտերով, նա պատկերացրեք ինչքան դուք պետք է լինեք բազմակողմանի զարգացած, այդ բոլոր ուղղություններով հիմնավորումներ տալով այն մարդը, որը որ ասում է թե ոնց պետք է զարգանա հանրությունը կամ ոնց պետք է զարգանա այս ընտանիքը կամ հանրապետությունը։ Հիմա այդ ոլորտում, քանի որ նաև փոփոխվում են կրթական եւ իրականության պահանջները, այս միջդիսցիպլինար, դուք որ ասեցիք, հենց մենք այդ քաղաքային միջավայրի առարկա ունենք, հենց տենց էլ մի հատ առաջադրանք ունենք, թե ոնց եք դուք տեսնում ձեր ճիշտ է փոքր սահմանների մեջ ձեր քաղաքը ու դուք ում համար եք նախագծում, ինչ տեսակի մարդիկ են կամ միջավայրը պետքա ձևավորի այդ տեսակի մարդկանց, որ իրանք մշակույթ լինեն, որ իրանք չախտոտեն, որ իրանք չծխեն եւ այլն եւ այլն։ Դա իհարկե միայն այս մասնագիտության խնդիրը չի, որտեղ վերջի կան իշխանություններ քաղաքային, որ այդ հարցերը պետք է լուծում են եւ ասենք ճարտարապետին պատվիրում են, չէ, որ անի այդ ամենը, մեկ մտածում ես դե խեղճ ճարտարապետն ինչ անի, մի պատվիրել են, պիտի գծի եւ այլն։ Այստեղ իհարկե շատ կարևոր է այդ համագործակցությունը, չգիտեմ, տարբեր քաղաքների, քաղաքային իշխանությունների եւ մասնագետների միջև եւ լավ կլիներ, որ
այս մասնագետները նաև աշխատեին այդ քաղաքային կառույցներում, ենթադրում եմ, հա, այդպես եկանք այն հարցին, թե որտեղ են աշխատելու այս ճարտարապետները։ Իհարկե բոլոր ճարտարապետներն էլ նախագծում են, ես գիտեմ, որ Հայաստանում հիմա կան շատ նույնիսկ մասնավոր ընկերություններ, որ պատվերներ ունեն նաև դրսից եւ այլն, այսինքն այս մասնագիտությունը եթե լավ մասնագետներ են, պահանջված է, կարող են լավ վաստակել եւ այլն, բայց այ հենց այս ուղղությամբ կայուն քաղաքներ ավարտած, այս մագիստրոսական ծրագրի ավարտած մասնագետները որտեղ պիտի աշխատեն, ըստ ձեզ, որ ասենք մյուսները չեն աշխատել։ Մեր գնահատմամբ պիտի աշխատեն հենց մունիցիպալ իշխանությունները, այսինքն երբ որ նախագծող ճարտարապետը եւ չինովնիկ ճարտարապետը նույն լեզվով են խոսում, դա ակնհայտ հեշտացնում է գործը։ Այսինքն երբ որ մասնագետին երկար բացատրել պետք չի, ինչի համար ընդունենք այս կամ այն լուծումը տրված հենց նախագծի մեջ, այդ դեպքում դիմացին անմիջապես ընկալում է որպես չինովնիկ, այսինքն դա ավելի կարճ է ստացվում այդ կոնտակտը եւ շատ ավելի արդյունավետ լուծումների է բերում։ Այլ դեպքերում ստիպված ես լինում, ես իմ փորձից գիտեմ, որ ստիպված ես լինում շատ մանրամասներ բացատրել, իրան բերել քո դաշտ, որպեսզի ապացուցես ինչի համար են լուծումները։ Այս կայուն քաղաքների ամբողջ հմայք ասեմ, թե արդյունավետությունը նրա մեջ է, որ քաղաքային կյանքի այդ բաբախումը անընդհատ բոլորի մոտ է, մասնագետների ձեռքում է։ Այսինքն եթե սկսած տրանսպորտից, այսօր մենք տեսնում ենք ինչա տեղի ունենում քաղաքային տրանսպորտին կամ թեթև մարդատար թեթև անվավոր տրանսպորտը կամ ինքնագլորները, հայցանիվները, որը բացակայում է, չնայած մեծ անհրաժեշտություն կա քաղաքում այդ տրանսպորտային համակարգը զարգացնելու։ Կա նաև հետիոտնի ամբողջ աշխարհը ամեն մեկ որ բնակավարը վերցնենք մի ամբողջ փիլիսոփայություն է ճարտարապետության մեջ կանաչների այդ խնայողության էկոլոգիական հարցերի այդ բոլոր բնակավարները փորձում ենք անդրադարձնել հենց կայուն քաղաքներ ծրագրում այսինքն տեսնել մասնագետ որը անմիջապես նույնիսկ ենթագիտակցորեն գիտի որ որևէ միջամտություն քաղաքում նա ազդում է նաև տարբեր մյուս կանաչի վրա, ջրային ռեսուրսի վրա, սա ամեն տարբեր բաների վրա։ Եթե թույլ տաք մի օրինակ էլի մեջ բերեմ, ենթադրենք դուք ունեք մի 1000 քառակուսի մետր հողամաս, որը խտացված երկրագնդի չափն է, ես սովորաբար այս օրինակ ուսանողներին բերում եմ։ Այդ հողամասի մեջ ունեք մի քիչ անտառային ռեսուրս, ունեք մի քիչ ջրային ռեսուրս, ունեք մի քիչ նավթ, մի քիչ գազ, ունեք տարբեր տեսակի հանքարդյունաբերության մանր բաներ եւ այլն եւ այլն։ Ու ունեք մի ընդունենք մեծ պլանշետ, որտեղ երևում են այդ բոլոր ցուցիչները, թե որը ինչքան է այդ օրը իջել կամ ինչքան է բան արել։ Երբ որ ձեր անձնականը լինի, անմիջապես խնայողության ռեժիմ կմիացնեք եւ սկսեք խնայողաբար օգտագործել։ Թուղթը գրելուց հետևի կողմն էլ կգրեք այդ նույն թղթի վրա մատիտը մշակելուց մի քիչ ավելի խնայողաբար եւ այդպես է բոլորը ջերուցումը այդ դեպքում կմտածեք ինչի եմ շատ ծախսում ջերուցման վրա եթե պատերը կարելի է խնայող անել եւ ընդհանուր մասնավորից մինչեւ քաղաքային մեծ մասշտաբի մտածողության այ փորձում ենք մասնագիտության մեջ ներարկել հենց այդ գաղափարը այդ փիլիսոփայությունը Դե ես գիտեմ որ դե ճարտարապետությունը դե շատ բազմաշերտ է ու չէ ու գնեղ մասնագիտացումներ կան աշխարհում հիմա Հայաստանում ես միշտ նայում եմ որ ասենք այն հարուստ պետությունները մեծ որ կան նեղ մասնագիտացումները ավելի շատ են ասենք որ շատ ժողովուրդ ունեն տարածք ունեն մենք այդքան հնարավորություն չունենք շատ նեղ մասնագիտացումների երբեմն մենք մասնագետներ ենք պատրաստում ասենք ընդհանուր մի քանի ուղղությամբ որ մասնագետ են մի քանի ուղղությունների դե դա ինչ որտեղ վատ է ինչ որտեղ լավ է այդ ճարտարապետությունն էլ որ նայում ենք չէ կան ասենք հիմնականում որ մասնագիտանում են չգիտեմ կամուրջների չէ շենքերի եւ այլն հիմա այստեղ այս կայուն քաղաքն էլ շատ այսպես նայում ես բազմապրոֆիլ է եւ լավ կլիներ որ ասենք այս մագիստրոսական ծրագիր գային այդ տարբեր ուղղությունների ճարտարապետներ չգիտեմ դա հնարավոր է թե չէ բայց երևի բակալավրիատ ավարտողն էլ երևի նույնն են չէ սովորում այդ ուղղությունները ասենք նեղ մասնագիտացումը արդեն մագիստրատուրայում է լինում այ ինչպես է ձեզ մոտ համասարանում բակալավրում ընդհանուր
ճարտարապետական պատկերացումներով են ավարտում։ Իսկ դե հիմա փորձում ենք մագիստրատուրայում արդեն դարձնել ավելի մասնագիտական, ավելի թեքումով, ավելի ուղղվածությամբ։ Հիմնականը դա է, բայց բակալավրիատում առանձնապես ճարտարապետը դեռևս ուղղվածություն չունի։ Նա ընդհանուր ճարտարապետ է, պարոն Շատորյանի զգուղի, եթե Պարոն Շատորյան, բայց հիմա ասենք կամուրջներ նախագծողը, չգիտեմ, շենքեր նախագծողը նույն մասնագիտությունն է, թե տարբեր է։ Ինչ-որ Գիտեք, օրինակի համար եմ ասում։ մի հատ օրինաչափ բան ասեմ, շատ էլի կարևոր հարց եք բարձրացնում։ Մեր ժամանակ 30 տարի առաջ ես որ ընդունվեցի, 2 ֆակուլտետ էր՝ ճարտարապետություն եւ շինարարություն։ Հիմա մենք ունենք 5 ֆակուլտետ։ Մենք ունենք տեղեկատվական եւ էկոնոմիկայի ֆակուլտետ, տեղեկատվական տեխնոլոգիաների մենք ունենք դիզայնի ֆակուլտետ, մենք ունենք քաղաքային կարծեմ, չէ, տուրիզմի եւ քաղաքային governance ֆակուլտետ, ու դրանք բոլորը կապված են մեր ոլորտի հետ։ Այդ ամբողջ ընդ որում նաև ասեմ, որ 96 թվականից մինչ օրս, քանի որ ճարտարապետական մենակ դեռևս ճարտարապետական դիպլոմը ճանաչվում է Ֆրանսիայի կողմից որպես իրանց համարժեք պետական դիպլոմ, ու դա մենք պարբերաբար 7 անգամ, տենց մի քանի անգամ 3 տարին մեկ, մի քանի տարի մեկ մենք իրանք նոր պահանջներ են ներկայացնում, մենք թարմացնում ենք, ներկայացնում ենք եւ անցնում ենք այդ հավատարմագրությունը, ինչպես նաև իրականացնում ենք այս բացի մեր այս ներքին ծրագրային զարգացումներից անում ենք արդեն որերորդ անգամ հավատարմագրում թե ինստիտուցիոնալ, թե նույնիսկ հիմա արդեն ավելի խտացնում ենք ճարտարապետական կրթությունից ենք սկսում, հեսա շուտով անցնելու ենք շինարարական կրթության ոլորտի հավատարմագրման ծրագրերին։ Հիմա այդ ամեն ինչի մեջ դուք շատ մի հատ լավ բան ասեցիք, որ ուղղակի ուզում եմ շեշտադրեմ, պատվիրատուները դե որ տան ու դա նաև իրանց պետքա կրթենք, որտեղ իրանցից գալիս է նախաձեռնությունը, կարիքը, իսկ մասնագետի պարտքն է հիմնավորել, գտնել այդ բոլոր ճիշտ, ռացիոնալ լուծումները եւ դա մատուցել թե միջավայրի կայուն զարգացման, թե նախաձեռնողի եւ կառուցապատողի եւ հանրության կարիքները բավարարելու եւ թե ընդհանրապես դա կլինի երկրի туриզմը կզարգանա, չգիտեմ, մարդիկ կուզենան գան ստեղ, որտեղ ստեղ շատ հաճելի է եւ այլն։ Ինչ վերաբերվում է մասնագիտությունները տարբեր են թե չէ, մասնագիտությունները ես ինչի շեշտեցի մի քանի ֆակուլտետները տարբեր ուղղությամբ, բայց իրար հետ աշխատող են, հենց նրա համար, որ այդ միջդիսցիպլինարությունը փորձում ենք մենք բուհի շրջանակներում ապահովել, որտեվ մի մասնագետը իր կրթական ծրագրի կամ մասնագիտության մեջ չպետք է մնա պարփակ, ինքը պետք է լինի մանավանդ ճարտարապետ, իսկ իրականում բոլորը պետք է լինի բոլորի հետ կապի մեջ, բոլորից սովորի եւ այլն։ Իսկ բակալավրիատում մենք իրանց սովորեցնում ենք այն լրիվ են խաղողը դարձնել գինի այդ process-ն է, երբ որ արդեն անցնում է ինքը մագիստրատուրա, այնտեղ մենք իրանց շեշտում ենք արդեն մի փոքր գիտական մասն ենք ավելացնում, իր դիպլոմային աշխատանքը թեզի տեսքով է, որ ինքը հետ ու եթե շարունակի ասպիրանտուրա 3-րդ աստիճանը, կամ մասնագետ, որը լրիվ տալիս է իրան աշխատանքին, կամ մասնագետ, որը եւ աշխատում է, իրականում մենք բոլորս մեր բուհի ամենամեծ հետաքրքիր մասը է, որ 95%-ը գործող ճարտարապետներ են, գործող մասնագետներ են աշխատում մեր ֆակուլտետում, իրանք իրանց փորձն են փոխանցում նոր սերնդին, բայց կա նաեւ պատկերացրեք այդ նույն մասնագետները մտնում են գիտական ոլորտ ու նոր թեզեր, նոր մտքեր, նոր ուղղություններ են որոնում։ Պատկերացրեք ինչ այլ մակարդակ է։ Հա ինձ հետաքրքիր է ընդհանրապես որ նայում ենք հիմա այս թվային տեխնոլոգիաների զարգացում եւ այլն, դե ճարտարապետներն էլ ասենք գործիքները կարծես փոխվում են, եթե առաջ պիտի նստեին այդ ամենը, չգիտեմ, թղթի վրա գծեին մանրակրկիտ, հիմա չէ ծրագրեր կան, որ համակարգչով դա անում են։ Հիմա Վարուժան, այ հետաքրքիր է, այդ համակարգչային ծրագրերը, որ սովորում եք, ինչքան հիմա արհեստական բանականության հետ կապված խնդիրներ, ինչ որ լուծումներ անում եք, թե չեք անում, թե ինչպես է դա, եւ դա որքան է օգնում։
Այսպես ասեմ, արհեստական բանականությունը ինքը շատ լավ գործիք է, որը կարելի է ճիշտ օգտագործել, բայց ամբողջ իդեալ գործի հատվածը, ստեղծագործական մասը եւ ընդհանուր արդեն տեխնիկական հատվածը արհեստական բանականությամբ դեռ անհնար է կատարել ու այնտեղ մարդկային գործոն միշտ պետք է մենք արհեստական բանականությանը ուղղակի մեզ ենք ենթարկում ու ճիշտ օգտագործում ենք մեր ժամանակը ավելի լավ տնօրինելու համար այդքանը։ Հիմա պարոն Մանուկյան, շատ տեղեր կա, որ դասախոսները մեկ ասենք հատուկ էս մտածում են արհեստական բանականություններ պատասխանը գրել, թե ուսանողը եւ այսպես նույնիսկ գնահատելու հարցում դժվարանում են։ Այս բնագավառում այդպիսի խնդիր կա թե չէ։ Իրականում կա այդ խնդիրը ցանկացած տեղ եւ կրթության մեջ արհեստական բանականությունը արհեստականորեն արգելել ինձ թվում է դժվար է եւ չի կարելի։ Մենք օրինակ նախընտրում ենք եւ ուսանողներին խրախուսում, որ օգտագործեք արհեստական բանականությունը այն դեպքում, երբ որ արդեն վիզուալիզացիա է գնում ձեր ամբողջ այդ նախագծի, բայց մնացած աշխատանքը արհեստական բանականությունը դեռևս չի կարող անել։ Ձեր մտքերը դեռևս նա չի կարող հանձնել պատկերին կամ դուք պիտի կարողանաք հակասություններ չտեսնել արհեստական բանականության ստեղծածի եւ մարդու անհրաժեշտության միջեւ։ Այսինքն եթե դուք նախագծում եք որևէ բան փողոց տուն, ապա դրա վիզուալիզացիան արհեստական բանականությունը շատ ավելի արագ կանի եւ շատ ավելի որակով, այսինքն դրա տեսողական ընկալումը, եռաչափ ընկալումը։ Եթե դուք ունեք այդ հատակագծերը, ունեք ճակատներ, կտրվածքներ, օրինակ եմ էլի ասում, եւ ունեք դրա գործիքը, որով կարելի է դա 3D վիզուալիզացնել, ապա արհեստական բանականությունը ամենահարմար գործիքն է։ Այսինքն ես գիտեմ, որ եվրոպական արտասահմանյան շատ բուհեր արգելում են արհեստական բանականության կիրառումը, բայց կտրուկ արգելելը սխալ է, ճշմարտությունը էլի ինչ որ մեջտեղում մի տեղ է, որ պետք է օգտագործել, բայց քո սեփական նյութը ներկայացնելու համար, ոչ թե քո փոխարեն ինչ որ բան անելու։ Այդ սահմանը շատ դժվար է այսօր զատել, մենք էլ մեջն ենք, նոր ենք, մենք ինքներս էլ օգտագործում ենք դա եւ շատ ենք օգտագործում, բայց աստիճանաբար կարծես թե սկսում ենք ընկալել դա ինչա։ Նույնիսկ մեր բուհում արդեն կան դասընթացներ։ Մի փոքր հավելում, եթե թույլ կտաք, որտեվ այստեղ շատ կարևոր է շեշտել մեր մասնագիտության, մեր կրթության հիմնական մասը մեր այն առարական է ճարտարապետական կրթության, ճարտարապետական նախագիծ առարկան։ Կլինի դա քաղաքաշինության ոլորտում, կլինի դա ռեստավրացիան թե նախագիծ հիմնական, ու այդտեղ մնացած բոլոր այլ մասնագիտությունների առարկաները իրանք իր ամեն մեկը իր սեմեստրում իր տեղում կոչված են, որ իր հերթին նախագծի մեջ դուք դա օգտագործեք, կլինի դա ճարտարապետական կոնստրուկցիան, ճարտարապետական պատմությունը եւ այլն։ Եվ ճարտարապետական նախագիծ առարկան խիստ դրանումն է մեր դպրոցի յուրահատկությունը, որ դա հիմնականում ինդիվիդուալ է, այսինքն ուսանողը միշտ աշխատում է իր ղեկավարի հետ այդ կոնկրետ թեման խնդիրը լուծելու համար։ Եվ դա շատ մեզ օգնում է, որ դա նենց չի, որ ուսանողը կբացակայի, վերջում կգա ինչ-որ բան կտա։ Դա բացառում է այդ process-ը։ Այլ ոլորտներում իրանք, ինչպես ասեց Վարուժը, շատ լավ օգտագործում են, դա շատ ճիշտ գործիք է, ընդ որում մանավանդ քաղաքաշինական եւ քաղաքային պլանավորման ոլորտում դա ուղղակի մեծ դատաների, մեծ տվյալների հետ աշխատանքը ուղղակի փրկում է, ժամանակ է օգնում խնայել, այդ առումով շատ լավ գործիք է ու մենք հենց փորձում ենք իրան հիմա ինքներս վերապատրաստվել, հենց հիմա անցնում է ծրագիր, որ դասախոսներն են վերապատրաստվում արհեստական բանականության լայն գործիքների հետ կիրառելու եւ նաեւ կիրառում ենք դա մեր կրթության մեջ։ Դե ասեմ, որ երևի չխոսեցինք, որ հիմա Վարուժանը լինելու է առաջիններից մեկը, այդ որտեղ մի տարի է, չէ, 2 տարի է այս մագիստրոսական ծրագիրը տևում, դեռ մի տարի է, չէ, սովորել, դեռ մի տարի էլ կա, այնպես որ այս մասնագետներ մենք այսպես ասած դեռ այս անունով չունենք, հա, պիտի ունենանք մի տարի հետո։ Այս առումով հետաքրքիր է եւ մենք էլ մեր զրույցից էլ պարզվեց եւ բոլորը որ նայում են մեր քաղաքներին եւ ասենք բոլորը ընկալեցին կարծում մեր զրույցից թե ինչ է կայուն քաղաքը եւ ինչ է ծրագիրը բոլորը երևի ընկալեցին թե որքան անհրաժեշտ են նման մասնագետները
Այնպես որ ես կարծում եմ, որ այս մագիստրոսական ծրագիրը այս դիմորդների պակաս չի ունենա, հուսով եմ, այսինքն որքան մենք անհրաժեշտ են մասնագետներ, այդքան մասնագետներ կլինեն, հուսով եմ։ Այնպես որ երեքիդ էլ շնորհակալ եմ, որ եկաք ու ներկայացրիք, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցներին հիշեցնեմ, ուրեմն ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, ճարտարապետության տեխնացու դոցենտ Արմեն Շատվորյան, նույն համալսարանի կայուն քաղաքներ կրթական ծրագրի ղեկավար Արթուր Մանուկյան պրոֆեսոր եւ ուրեմն կայուն քաղաքներ մագիստրոսական կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանող Վարուժան Հակոբյան։ Նրանց հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։ Մասնագիտություն